Ուզում եք մեկ պարզ օրինակով ձեզ ցույց տամ, սիրելի բարեկամներ, թե ինչպիսի խայտառակ կառավարում է այսօր Հայաստանում, ինչպես են ձեզ ծաղրում, մանիպուլացնում։ Ինչպես է նախարարներից մեկը հպարտանում, որ մենք ունենք աննախադեպ տնտեսական աճ, բայց մյուս նախարարն ասում, որ մենք փող չունենք, որպեսզի օրինակ թոշակները բարձրացնենք։ Բոլոր նրանք, ովքեր թոշակի բարձրացում են ուզում, հիբրիդային պատերազմ են վարում, չհավատաք նրանց, չլսեք, մենք փող չունենք։ Ուրեմն նույն օրը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրապարակում է մի սենսացիոն նորություն։ Միջազգային հեղինակավոր տվյալներով, ըստ Գևորգ Պապոյանի, Հայաստանը մեկ շնչին ընկնող հնայի աճով, 100 քանի տոկոս աճով աշխարհում 4-րդն է։ Հավատում եմ։ Տեղ ասում դրա անցած է։ Հա, ամենիշն է անցած է։ Այդ էլ եմ հավատում։ Չի անցնում կարճ ժամանակ նա հրապարակում է մեկ այլ սենսացիոն նորություն։ Աշխատատեղերը աննախադեպ աճ են գրանցել Հայաստանում 31,000-ով մոտավորապես։ Մենք չենք քննում այդ թվերը արդյոք համապատասխանում են իրականությանը։ Ընդունենք, որ այդպես է։ Հավատում ենք։ Այ հավատալու չի, բայց քողադեր հավատում եմ։ Մենք նաև գիտենք, որ անպագորգոր հայտարարություններ են հնչում եկամուտների ավելացման, բյուջեի եկամուտների ավելացման, տնտեսական այն աճի ռեէքսպորտի օգուտների մասին, եւ այստեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու օրինակ թոշակառուզների կենսաթոշակը չեք բարձրացնում։ Մարդիկ ստանում են 35-39,000 դրամ թոշակ, որը չի բավարարի իրենց նվազագույն կարիքներին։ Ընդհանրապես այսօր Հայաստանում նվազագույն գոյություն նորմալ քարշ տալու համար պետք է 70-90,000 դրամ, որպեսզի թոշակառուն ապրի։ Բայց ասում են գումար չկա։ Բարելու սիրելի հայրենակիցներ, մինչև մարզասրահ գնալս ուզեցա մի կարճ տեղեկատվությունով կիսվեմ ձեր հետ։ Ուրեմն վերջերս տեսնում եմ համացանցում որոշ քաղաքներում մեծ պաստառներ են փակցված, որի վրա գրված է պահանջում են կենսաթոշակների 50% բարձրացում, փորձված մեթոդ է հիբրիդային հարձակումների, հատկապես ընտրություններից առաջ։ Այդ 50% բարձրացումը մեր պետական բյուջեի վրա մոտավորապես կարող է նստել 100 միլիարդ դրամ, որը ավելցուկով իհարկե չկա բյուջեում, որտեղ բոլոր ծախսերը բաշխված են, սոցիալական ոլորտի մեր համակարգի ծախսերը մոտավորապես 1 տրիլիոն դրամ են, առողջապահական, կրթական, պաշտպանական, ճանապարհաշինական, դպրոցաշինական, այսինքն ամբողջ պետական բյուջեն բաշխված է եւ ավել 100 միլիարդ դրամ իհարկե այս պահին չկա, բայց մենք մեր ռեսուրսների շրջանակներում հունվարի 1-ից բարձրացնելու ենք կենսաթոշակների եւ բոլոր նպաստները հետվճարի համակարգով այն դարձնելով 20% եւ ոչ ավել իհարկե քան 10,000 դրամը։ Մի կողմից Հայաստանն աշխարհում 4-րդն է հնայով մեկ շնչին ընկնող։ Աշխատատեղերը, որ ավելանում են, իսկ դա նշանակում է, որ հարկեր են ավելանում, բայց ձեզ ասում են, որ հույս չունենաք, դա հիբրիդային պատերազմ է։ Մարդը խոսում է ավտոմեքենայի մեջ, կոմֆորտի մեջ, խոսում է, որ գնում է մարզասրահ, ձեռի հետ ասի ձեզ ժողովուրդ, որը ստանում է 100,000-ավոր դրամներով աշխատավարձ, եթե ոչ միլիոնավոր, մինչև միլիոնի հասնող պարգևավճարներ գուցե, ես չեմ ասում դրա մասին, այլ խոսում եմ ընդհանրապես պաշտոնյաների։ Նրանց եկամուտները միշտ ավելանում են, մարդիկ բնակարաններ, ավտոմեքենաներ, սեփականություններ են ձեռք բերում, բայց կենսաթոշակի բարձրացումը դա հիբրիդային պատերազմ է։ Դա պետության դեմ ուղղված, հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործ գործունեություն է։ Այնպես որ հույս չունենաք, որ ձեր թոշակները կբարձրանան։ Լսենք մեր կենսաթոշակառուներին, համայնքներում, գյուղերում ապրող հենց Տավուշում։ Դա 33 տարի աշխատես 39,000 փող տան։ Ասենք ես գյուղացին պետք է 3,000 փող տա, տաքսին գնա Իջևան կամ Դիլիջան, որ իրան թոշակը ստանա։ Բայց այդ 3,000-ը 3,000-ն է էլ տակին տան չի մնում։ Տրանսպորտ ունեն մի հատ Դիլիջանա, այդտեղ առավոտը մի հատ գնում է 3-ին հետ գալու։ Ես գնամ 4-5-6 ժամ ես ընդ Դիլիջան կաղնեմ։ Մի հատ բանկոմատ դնեն այստեղ։ Ասենք մի հատ 10 դրամանոց տեղի համար պիտի գնաս Իջևան կամ Դիլիջան։ Մի հատ ապտեկա դնեն, այդ էլ ժողովրդի համար։ Չկա 10 դրամի համար ասենք հատ պինտա պետք է կամ մի հատ յոդա պետք է։ Պետք է գնաս տաքսի բռնես 3,000 10 գնաս Իջևան կամ Դիլիջան։ Ես կանխիկել եմ, այլ չեմ զգացել, որ ավելացել է, կանխիկը ոմանել չեմ զգացել։ Ոչ մի բան չի ավելացել։ Բայց ես ուզում եմ իմ անձնական ձեռով տասեմ իմ գումարը։ Ես չեմ կարող քարտով օգտագործեմ։ Մի 5 անգամ, 3 անգամ գնալու եմ Իջևան կամ Դիլիջան, այդ 20%-ն էլ տալու եմ տաքսուն, որ գնամ։ Կենսաթոշակների բարձրացում բնականաբար չի լինելու, բայց խոստանում են քեշբեք։
Հայաստան պետությունը, այսինքն թքենսը թոշակառուն պետք է քարտով վճարումներ գնում նրանի եւ կստանա մինչեւ մաքսիմում 10,000 դրամի քեշբեք։ Այստեղ հարց է առաջանում, պետություն է սա, թե սուպերմարկետ։ Քեշբեկերով մարդկանց մոտիվացնել կարող է ձեր սիրած ցանկացած օլիգարխ իր սուպերմարկետում իր դուքյանում, սա պետություն է։ Սիրելի բարեկամներ, ինչպեսին է նրանց վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Ձեր իսկ գեներացրած գումարը, որ դուք քարտով վճարում եք, այսինքն կանխիկ չեք վճարում։ Սովորաբար հատկապես համայնքներում գյուղական։ Կանխիկ կարող եք ինչ-որ կրպակից կամ գյուղացուց, որ ինչ-որ մի բան է վաճառում եւ չունի ՀԴՄ-ի սարք, ուղղակի հասարակ կանխիկ առևտուր էր տեղի ունենում, ինչպես դարերով եղել է, պետությունը դա չի տեսնում։ Բայց եթե դուք քարտով անեք, արդեն ձեզնից գանձելու են հարկեր, եկամուտներ ու ձեր իսկ փողը քեշբեք են անում ձեզ, որը գնում է պետական բյուջե եւ դա անվանում են թոշակների բարձրացում։ Ահա թե ինչպես են ձեզ ծաղրում։ Ձեզ վերաբերվում որպես դուքյանի կլիենտի, այլ ոչ թե պետության արժանապատիվ քաղաքացու։